Մերոնք կետեմ կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ից։ Ինչպես եւ խոստացել է, այսօրվա հերոսը կլինի Նիկոլ Փաշինյանը, բայց Նիկոլ Փաշինյանի մասին չեմ խոսում։ Ինչ է խոսում, ինչ է անում, ինչ որ անում է, դուք գիտեք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Եվ վերջնարդյունքում ընտրողը դուք պիտի լինեք։ Այն երեքի մասին խոսեցի Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն զուգահեռ եւ Գագիկ Ծառուկյան, որպեսզի դուք իմանաք, թե ով է։ Ով է։ Այս մարդիկ տարիներ շարունակ նպաստել են, որպեսզի մեր երկիրը երկիր չդառնա։ Շատ ուղիղ իմաստով։ Հիմի ով ինչպես իրեն կցուցանի, որ ես Սամվել Կարապետյանն եմ, մեծ բարերար եմ, բերել եմ, ես եմ արել, դուք համարժեք լռել եք այն թալանչի Ռոբիկ Քոչարյանի հետ։ Դուք համարժեք լռել եք Սերժիկ Սարգսյանի հետ։ Դուք համարժեք լռել եք Դաշնակ պարագլուխների հետ։ Դուք համարժեք լռել եք Գագիկ Ծառուկյան, բարերար ու բարեգործ ձևացել, ժամեր սարքել, չգիտեմ, էշերին արյուսների վանդակը գցել եւ այսպես շարունակ։ Այս ժողովուրդը, եթե կուզեք, Նիկոլ Փաշինյանը, այո, այսօրվա հերոսն է, բայց այն իմաստով, որ դուք Նիկոլ Փաշինյան բերեցիք ու նստացրիք այս ժողովրդի գլխին։ Դա լավ է թե վատ, դա այլ խնդիր է, ես կանդրադառնամ, բայց դուք էիք մեղավոր, որ հասարակությունը այդ ընտրությունն արեց։ Ինքը որոշեց հասարակությունը։ Եվ հիմա Եվ էլի ասեմ, որպեսզի ժողովուրդը իմանա։ Դուք երբ ամեն ինչ արեցիք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ձեր նպատակը մեկն էր։ Կարճ ժամանակում Արցախի հարցը կլուծվի, քանզի Արցախը ձեր կոկորդում էր մնացել։ Քանզի դուք բոլորդ Գագիկ Ծառուկյանից, Սամվել Կարապետյանից եւ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժիկ Սարգսյանից ու Դաշնակ պարագլուխներից սկսած ու ավարտած խաբել էիք այս ժողովրդին եւ Արցախի հարցը լուծելու փոխարեն զբաղված եք երկիրը թալանելով, ձեր տեղը պնդասնելով։ Ձեզ պետք էր ընդամենը մեկը, ում ձեռամբ այս ամբողջը տեղի կունենար։ Ինչը եւ տեղի ունեցար։ Բայց դուք այնքան անմաքուր եք, այնքան ստոր եք, որ մի ամբողջ ժողովրդի տեղան արեցիք ձեր ագահության պատճառով։ Եվ այսօր, երբ Քոչարյան Ռոբիկը իր Զավակիկի հետ, չգիտեմ, ինչ էր անում, Լովիկ Քոչարյանը ինչ էր նստած խոսում է, նա էլ ասում է հայրիկ, մեզանից փող են ուզում անընդհատ, ասում են ձեր բանկը վատ տա, մենք այդքան բանկ ունենք, պապա։ Էս ում եք ապուշի տեղ դրել։ Ապուշը դուք ինքներդ եք բոլորով։ Եվ երբ Տիկին Բելա Քոչարյանը իր այդ զավակ Լովիկի հետ նորից ինչ-որ հարցազրույց է անում, մայրիկ դու ինչ ես մտածում, նա էլ ասում է հիմա պետք է որ ընդդիմությունը միավորվի, Տիկին Բելա Քոչարյան, ձեր ընտանիքի ոտքերն ու ձեռքերը արյունով լցված են։ Դուք արյունոտ մարդիկ եք, դուք ամոթ չունեք։ Դուք որփանոցում մեծացած մարդ եք, ինչ որ մեկի պատճառով որփանոց եք ընկել մի անհոգի անասունի եւ անասունների պատճառով, բայց միևնույնն է, ձեր մարդկայինը կորցրել եք, ձեր ձեռքերը թաթախված են առաջին պատերազմի ժողովրդի արյամբ, ձեր ձեռքերը եւ ձեր ընտանիքի ձեռքերը թաթախված են այս 44 օրյա պատերազմի երեխեքի արյամբ։ Դուք միլիարդներ եք կուտակել եւ այսօր փորձում եք մեծ տիկին խաղալ եւ իբր վայ այս պահին շատ կարեւոր է որ ընդդիմությունը միանա։ Ախր դուք ով եք դարձել, ով է ձեզ այդ իրավունքը տվել հայ ժողովրդին ապուշի տեղ դնել։ Ինքներդ ձեզ եք հայլում եւ հայ ժողովրդին ապուշի տեղ մի փորձեք դնել։ Սա վիրավորանք չի, սա ընդհանուր կուտակվածն է այս քարոզարշավի ընթացքում, թե դուք ինչպես եք վարվում, ինչի տեղ եք ձեզ դնում։ Եվ ոչ միայն դուք, Գագիկ Ծառուկյան, թագավոր ախպեր, գնաք ու թագավորությունն արա, ով է ասում, որ դուք հասկանում եք ինչ ասել է չգիտեմ, ժողովրդավարություն, պետություն, դուք ինչ եք հասկանում դրանից։ Ձեր իմացած գործն է, ինչքան կարելի է այս ժողովրդին ապուշի տեղ դնել։ Չեմ խոսում Սամվել Կարապետյանի մասին, ամբողջ աշխարհի հետ կապերի մեջ եք, բոլոր ուժային կենտրոններից սկսած, չգիտեմ, ռուսական FSB-ի ու SCN-ի կախվածության մեջ եք։ Փողերը նրանց մաքրում եք, չգիտեմ, որ բանկերով Ավստրիաներում գտնվող, այսօր եկել եք անկախ Հայաստանից եք խոսում, ձեր բերած անկախությունը ո՞նց է լինելու, որտեղից եւ ինչով եք բերելու, ով է ձեզ թույլ տալու, դուք են տիկնիկն եք ում թելերից,
որ քաշեն, այդ մասն էլ պիտի ձգվի։ Դուք ուրիշ բան չեք կարող անել։ Բայց եկել եք մեծապատիվ որոշել, որ էսա Հայաստանը փրկում եք։ Սա շատ վատ է։ Սա գարշելի է։ Էլ չեմ խոսում այն առաջին նախագահի թերմացքներից Լևոն Զուրաբյաններ, Արամ Մանուկյաններ, էսա այնը։ Ձեր մեջ ձեզանից որևէ մեկի մեջ մարդկություն չկա։ Առաջին նախագահը պարտավոր էր այս հարցը կարգավորել եւ չկարգավորել։ Շնորհիվ նրա, որ դուք ոչ մի բան եք։ Դուք չկարողացաք ճշմարիտ ճանապարհով օգնել ու պիտանի լինել մեր պետությանը։ Դուք ընդհանրապես պահում էիք ձեր մարդկանց։ Շատ կան դեպքեր այդ նախկին իշխանություններից, հատկապես այն երամսյա հավաքների բանին, որ մարդկանց տանում էին 90-ական թվականների մասին է խոսքը, եկա իմացա, թե քանի լակոտ լուկուտ կարողացել են երկրից գնալ։ Դրանց օգնել են նախկին պաշտոնյաները, մեկը ՀՀՇ-ի, մեկը ՊՊՇ-ի։ Անունները չտա, մի քանիսը արդեն մահացել են։ Բայց ես եւ իմ տեսակը, ես իմ ամեն տղային ծնունդից հետո մի քանի ամիս հետո եմ տեսել, կարող էի տեսնել, կարող էի չտեսնել։ Պատերազմ էր եւ ես ռազմի դաշտում էի եւ ինձանից շատ ավելի արժանապատիվ ու մաքուր մարդիկ։ Դուք տարիներ շարունակ մաշեցիք մարդկային բարոյական համակարգերը Հայաստանում։ Դուք ձեր ոչ մի բան տեսքով փչացրեցիք ամեն ինչ։ Հիմա եկել է մի հերթական դրվագի առջև ենք կանգնել եւ այդ դրվագը անուն ընտրություն եք կոչում, ինչ եք կոչում, ասեմ ձեզ։ Դուք եք մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետն է եւ ԿՊ-ն ղեկավար է։ Ես լիքը ասելիքներ ունեմ ԿՊ-ին, բայց այսօր դրա իմաստը չեմ տեսնում։ Ժողովուրդն ինքը կորոշի։ Բայց եթե այնուամենայնիվ այդուհանդերձ ցավալիորեն եւ ուրախություն Նիկոլ Փաշինյանի այդ շուստրիությունը չլիներ, այսպես ասեմ, այն հացականը դրեմ մի կողմ գեղի, թրիփն ու SN-ը չեր լինի։ Այսօր մենք շատ ավելի վատ վիճակում կլինեինք եւ այստեղ այս փխրունությունը պահել է պետք։ Եվ ժողովուրդն ինքը կորոշի ինչ անի։ Այսօրվա ընտրվողների մեջ բյուր, այսպես ասած, մարդիկ եմ տեսնում։ Նախկիններում ինչ հանցանք ասես չեն գործել, ինչ թերմացքի բաժին ասես չեն եղել, ում հետ ասես թեթևի չեն տվել, չեն լռել են այդ իմաստով, թեթևի տվել են եւ լռել են, միայն թե իրենց լափը հանկարծ չպակասի։ Ահա այսպիսի վիճակ ունենք։ Օրեր առաջ մեր Լեռնիկը Լևոն Մաղաքյանը մահացավ։ Պատմություններ կար, որ հիշելու արժանի էր։ Ոչ մի իշխանավոր իրեն հավուր պատշաճի չպահեց մեր երկրի հանդեպ։ Եվ մի պատմություն ձեզ պատմեմ, ասում է Վազգեն Սարգսյանն եկավ, Լեռնիկի պատմածն եմ ասում, դա իրական պատմություն է, մենակ Լեռնիկը չէր ընտեղ, տղերքը փառքաստու դեռ կան, դեռ ողջ տղերք ունենք։ Ասում է եկան ու հայեցին, որ այդ կոծո օպերացիայի արդյունքում լավ է, որ զինվորական ֆորմով տղեկ չլինեն, որպեսզի ռուսները չձերբակալեն, ռուսների հետ ընդհարում չէինք ուզում։ Եվ Արաբկիրի ջոկատը Լեռնիկենք ասում են լավ որ այդպես է, մենք կգնանք Խուստուփը նժդեհին տեղ էր տվել, մեզ էլ տեղ կտա։ Ասում է գնացինք համարժեք մի պաշտոնյայից ասացինք լսի մեզ վրաններ են պետք։ Այս պաշտոնյան թե տղեկ ջան, ձեզնից առաջ եկած ֆիդայիներ էին, սաղ տուրբազան թալանել են։ Հետարքիր պատմություն է ուշադիր լսեք, հետո կիմանաք ինչու եմ ասում։ Ասում է դե ինչ անենք, ասենք լավ Ղափանի ժողովրդից, գյուղի ժողովրդից, տեսնենք ումից ենք վրան ուզում։ Աջ դուր ծեծեցինք, ձախ ասացին, հենա այդ պաշտոնյայի հոր դաչում է, այդ վրանները, այդ պալատկեքը։ Ասում է գնացինք դուրը կոտրեցինք պալատկեքը, կամ վրանները վերցրեցինք, եկանք իրան ասենք արա շանտ աղա, այս կուտանից հանեցինք, հորը դաչից հանեցինք, ամառոնոցից այսպես ասեմ։ Հետագայում այդ մարդը մարզպետ դարձավ այստեղ, ոստիկանապետ դարձավ ու չգիտեմ ինչ, այդ ինչու եմ ձեզ պատմում, չգնահատեցին հայոց իշխանավորները իր զինվորին, չգնահատեցին այն մարդկանց, ովքեր ծառայեցին, այդ մարդիկ եկան տուն, տեսան, որ այդ վրան գողացող ստահակները դարձել են այլևս պաշտոնյա, լափող միլիոնատեր ապրանքներ։ Հիմա այդ ապրանքները միավորված ասում են գալիս ենք Հայաստանը փրկելու։ Դուք ամոթ չունեք, բայց ավելին ասեմ, մի տեսակ մեր հայրենակիցները, ովքեր Ռուսաստանում են, տղեր գնացել եք ձեր համար ապրելու, լավ եք արել։ Տարին մեկ էլ չեք եկել կամ գուցե չգիտեմ 2 կոպեկ ձեր բարեկամին ուղարկել եք թե չէ, կայֆավատ եք արել նատաշկանների բանի հետ, դառն եք աշխատել շատ հաճախ, օտարության մեջ հեշտ չեն, օրենք եք պահել այնտեղ, եկել եք ստեղ տարորելով փողոցն անցել։
Հիմի այդ ինչ մի Հայաստանը ձեր համար դարձավ գերագույն մի բան, որ ախ Հայաստանը գամ ընտրությանը մասնակցեմ, գամ Կալուգայի սամո ընտրեմ։ Լավ եք անում։ Բայց իմացեք ձեր երեխեքի քթիցել է գալու։ Այն ինչ դուք այսօր անում եք։ Դուք մեր հերոսներին երրաբլուրում պղծում եք այսօր Կալուգայի սամո ընտրելու պատվերով Հայաստան հասնելով։ Չգիտեմ Գագիկ Ծառուկյան ընտրելու պատրվակով Հայաստան հասնելով եւ մնացած բոլորին Քոչարյան Ռոբիկին էլ չասեմ։ Բոլորը այս ժողովուրդը գիտեն ով է։ Դուք էլ գիտեք ով է Ռոբերտ Քոչարյանը։ Դուք էլ գիտեք ով է Կալուգայի սամոն։ Դուք էլ գիտեք ով է Ծառուկյան Գագիկը եւ մնացած բոլոր Գագիկները։ Շատ լավ գիտեք, ասում է պապի դու էլ շատ խորամանկ ես համակեզի շիտեղ ես դնում, եկեք ոչ ոք թող իրեն ապուշի տեղ չդնի, այս ինչ պահվածք է, այս ինչ համատարած հայրենիքը հանկարծ ջաններից հետ կախ է եղել, բա մենք ձեր մեղքը չենք գալիս, ես ձեզ էլի եմ ասում, ձեզանից շատերը թռած էին երկրից, իմ զավակը եւ իմ ընկերների զավակները ծնվում էին, մեկս հասավ իր երեխին տեսավ, մյուսս չվերադարձան, կամ 10-ը։ Դուք որ իրավունքով եք, որ փախած այնտեղ Նատաշի կրծքերին գլուխները դրած պարկած էիք, այսօր եկել որ հարց լուծեք Հայաստանում։ Ով եք դուք։ Դուք ձեզ հարց տալիս եք, ունեք այդ բարոյական իրավունքը, այդ ամմարտկային պահվածքը, այդ որ գալիս են տավարի վզերով ինչ որ մարդիկ, բա մեր Սամվելը բան չէ, հա։ Ես որ կռվում էի ուր էր ձեր Սամվելը փող էր շինում, թող գար հետս կռվեր։ Այդ ինչ մի տաղանդաշատ էր որ հիմա կասեք Քոչարյան Ռոբերտի տղեն ես որ կռվում էի 11 տարեկան էր, 21 տարեկանում պարզվեց մի քանի 100 միլիոն դոլար ունի, դուք հասկանում եք, ինչ է տեղի ունեցել այս երկրում։ Եվ ինչու ձեզանից շատերը ինքզինքը ապուշի տեղ դրած եկել են Հայաստանը փրկեն, որ Հայաստանն են փրկում, այն որ պղծել էիք, թողել էիք մենակ ու անտեր, այն որ կռվում էին, այն որ չունևորի զավակը գնում ու զոհվում էր, այդ Հայաստանը ումից եք ուզում փրկեք։ Ով է ձեզ ասել, որ դուք պիտի որոշեք այստեղ բնակվող մարդկանց փոխարեն։ Ոնց եք ձեզ բարոյական մարդ համարում եւ մտածում, որ դուք ճիշտ եք։ Քանի դեռ ընտրությունների օրը չի մոտեցել, որոշեցի, որ սա բարձրաձայն եմ, գուցե մի քիչ էլ այսպես ասած հուզված ու ոգևորված, որտեվ այսքան ստորաբար վարվել սեփական երկրի հետ, պղծել քուտունը միայն վատ վարքի տեր ու անբարո մարդիկ կարող են անել։ Ձեզ մի դրեք, սիրելի հայրենակիցներ, այդ անբարո տեսակի տեղը։ Շատ վատ է, շատ վատ հարցեր կան, շատ վատ բաներ տեղի ունեցան, Արցախ կորցրեցինք, ով կորցրեց Արցախը։ Ով կորցրեց։ Քոչարյանի լակոտների գրպանում ու որովայնում է այդ փողը, Սերժիկի Փեսեկի համարժեք տեղում է այդ փողը, Ծառուկյան Գագոյի ընտանիքում է այդ փողը, որ հարկեր չվճարելով, չգիտեմ, պատրվակ բռնելով, բարեգործություն անելով, լափում էին ու ստեղծում ինչ որ բաներ, պալատներ, ում համար էին ստեղծում, ուր էին մեր զենքերը։ Ու այսքանից հետո այդ նույն Կալուգայի Սամվելի որովայնում է այդ փողերն ու հնարավորությունները։ Հենց թեկուզ լինելով միլիարդատեր, մի բերան, մի անգամ չլպտած թե այս ինչ եք անում։ Այն օրը միտինգում երեք ինչ որ մեկը ծղրտալով երգում էր։ Հայաստան, մայրիկի երգը, արշալույսը նոր էր բացվել։ Չէ, հա, այդ Հայաստան մայրիկի մայրիկը ձեր տերերը եւ դուք այնպես հարամեցիք, այնպես պղծեցիք ամեն կռվողի օջախը, ամեն կռվողի վաստակը, հարստահարեցիք ու հարստացաք, այսօր դուք Հայաստան մայրիկ եք երգում, մի քանիկին էլ են որ ասում է, բան չեմ ասում, վատ բան, բայց լավ էլի, այն ժամանակ լաց լինեիք, որ Սոչիներում արևահարվում էիք, այստեղ էլ տղերքը թալանում էին երկիրը, ձեր այդ որ եկել եք փրկելու, ում եք փրկում։ Ինչու եք այսպես պահում ձեզ, բա ձեր երկիրը հեմ որ դարեր շարունակ ինչ ունեցել ենք կտոր կորցրել ենք նաև այդ վերաբերմունքի պատճառով։ Ոստի վերանայեք ձեր վերաբերմունքը, մի հատ մտածեք խորը,
Միևնույնն է, հայ ժողովուրդը ինքը իր բնազդով իր ընտրությունը կանի։ Նիկոլը իմ աչքի լույսը չի եղել, չի էլ կարող լինել, բայց այսօր չեմ ուզում, ես պետությունը շատ ավելին եմ սիրում, քան Նիկոլ Փաշինյանին։ Ես պետականության համար հոգիս, շունչս եւ ընտանիքիս եմ, որ ասում եմ ամեն ինչը զոհաբերել եմ պետականության համար։ Եվ այսօր ես Նիկոլ Փաշինյանի մասին չեմ խոսում։ Ոնց կտրեք, բայց որ եկել եք ուղղորդված, որ այս թշվառության պատճառ մարդկանց ընտրեք, ձեր երեխեքը չեն մարսի այդ իրականությունը։ Հայաստանը կթշվառեցնեք։ Հայաստան գոռալով, ոռնալով դուք կապրեք աշխարհից դուրս։ Այդպես ոնց կարելի է պղծել մեր սրբությունները։ Ոնց կարելի է պղծել, չէ որ իմ ասածները դուք բոլորդ լավագույնս գիտեք։ Հատիկ ինձանից էլ լավ գիտեք, թե ով ինչ ծրիկա է, ով ինչ հանցանք է գործել։ Հիմա այդ ոնց եղավ, այս մեկը շատ ծրիկա էր, մեկը քիչ, եկեք այս մի քիչ ծրիկային բան ենք, սա մեր փրկությունն էր։ Որտեղից էր փրկությունը։ Ինչ փրկեցին։ Պղծելով, բանակը բիզնես կենտրոն դարձնելով, 10 մեքենայից ռազմական որ դուրս էր գալիս, 8-ը մնում էին Զորամասի դրան շեբին, այն երկուսից մեկն էր տեղ հասնում։ Այդ չէր բանակը ստեղծած ու պահած Քոչարյան Ռոբերտների, Սերժիկների, Դաշնակ Պարագլուխների, թո հենց Կալուգայի Սամոնների եւ մյուսների, եւ Ծառուկյան Գագոնների, մեծ խաչքարեր տնկելով չի, հիմա էլ Քրիստոսի արձանն է տնկում։ Երկիր եք ուզում փրկեք, ի՞նչն եք փրկում։ Ձեզանից փրկեք մեր երկիրը։ Ձեզանից փրկեք մեր երկիրը։ Մեզ փրկեք ձեզանից։ Մենք հոգնել ենք այս կարգավիճակով ամեն անգամ այս գեղձ ու շուստրիությամբ ձեր առաջընթացները ապահովելով եւ շարունակելով թշվառ վիճակում ապրել։ Երկորից ընտրություն է։ Ինքներդ գիտեք ինչ կանեք, ժողովուրդը գիտի ինչ կանի, բայց վիրավորանքը խեղդում է։ Եկել եք տասնյակ հազարներով լավ եք արել։ Մի ընտրեք այն նախրին, ում ձեզ ուղղորդել են, որ ընտրեք, ամոթ է ձեր երեխեքը հացակեր են, մի անեծքի տակ դրեք ձեր տաները, մի անեծքի տակ դրեք հերթական անգամ, եմ որ ասում է ձեր ամբողջ Գերդաստանի պատիվն ու արժանապատվությունը, եթե դեռ չեք կորցրել, եթե մի բան ունեք, վստահ եմ շատերդ ունեք, մի պահեք ձեզ այսպես, Նիկոլ Փաշինյանի բոլոր պակասների մասին ես կխոսեմ ընտրությունից հետո։ Եվ ասեմ մի բան, մի որոշակի նախիր կա, մի մարդանման արարածների ինչ-որ հավաքածու, հենց որ ասում ես, Նիկոլ այս բանը այսպես չեմ, վայ, որ մեկն անի, որն ուզում է անի գլուխը պատին տա, ամեն ինչ պարտավոր է անել, այդ վարչապետը եւ մնացած բոլորը ընտրվում են, որպեսզի այս ժողովրդի եւ այս պետության հոգսերը հոգան եւ ճիշտ հոգան, ոչ թե իմ ու քո անեն։ Այո, Նիկոլ Փաշինյանի ժամանակը կգա։ Հիմա ունեք այն, ինչ ունեք։ Այս տեխնացուները այն ինչ որ, չգիտեմ, որոնց մասին չխոսեցի, թողնել են, այդքան եմ զգում, այդքան եմ տեսնում։ Իդեպ չմոռամ, դրանց մեջ մեկը կա, այդ ընտրվողների, այդ Գուրգեն Սիմոնյան։ Մեկ անգամ եմ լսել, ահագին խելացի բան ասեց, այսօրվա իշխանավորին եւ ընդհանրապես եւ երեկվա։ Ասեց այս տագատները, որ սարքում եք, հետիոտնային անցումը օթով, ինչու չեք տակով անում, տակով անեիք նախ դա կլներ, այսպես ասած պաշտպանական միտեղ, երկրորդը այդ կամուրջիկ կոչվածը հետիոտնային, որ մի հատ կրակեցին ընկավ, ամբողջ քաղաքը պարալիզացվում է, փակվում է ճանապարհները, մարդիկ կան, այո, գուցե նաև լավ մտածելակերպ ունեն, ոնց որ այդ Գուրգեն Սիմոնյանին հիշեցի, ինչ շատերը գրում են ինչու չէ Գուրգեն Սիմոնյանի մասին, բան ասում կամ հրավիրում եթեր, ճիշտ ասած շրջապատը այդքան էլ սրտովս չեմ հրավիրում, բայց որ սերմացու մտքեր լսել եմ, գոնե իրենից այդքանը կարող եմ ասել։ Մնացյալը հարգելի ժողովուրդ, դուք ընտրեք, դուք որոշեք, բայց որոշեք, որ այս ընտրությամբ դուք պարտական եք եռաբլուրներին, ոչ թե պարտական պարտ լինելու իմաստով, այլ այն իմաստով, որ դուք նրանց ցանկությունն եք իրականացնում, վաղվա Հայաստանի օրն եք իրականացնում այս ընտրությամբ եւ ճանապարհն եք բացում կամ բաց թողում Հայաստանի աշխարհի հետ։ Կամ էլ փակում եք, փորձում եք դարձնել ինչ որ մեկի ստրուկը, ինչ որ մեկի փշրանքը։ Փշրանքը միշտ մնում է փշրանք։
Ես դեռ չեմ տեսել, որ որևէ մարմնավաճառի հանկարծ հաջորդ օրը խնդրեն։ Մի սիլլա են տալիս, ասում են լավ է, զորել ես կամ փողով կգաս։ Մտածեք, ինչպեսի Հայաստան եք ուզում, ժամանակին մեր արժանապատվության կռիվը տվեցինք, ժամանակին կարողացանք ոչ գազ ունեինք, ոչ լույս ունեինք, ոչ նավթ ունեինք, ոչինչ չունեինք, մեր կռիվը տալ եւ հաղթանակ ապահովել։ Մեր կամային հատկանիշները չեն կորել, չեն մեռել։ Ընդհանրապես մեզ ղեկավարողներն են տարիներ շարունակ այն որ ասում են նախրի մեջի ցռոտ մոզիններ եղել։ Հիմի մի օր մենք պիտի մեր հոգու մեջ նայենք ու որոշում կայացնենք։ Բարի ընտրություն, չգիտեմ, շատ ասացի թե քիչ, կոպիտ էր թե կիսակոպիտ, բայց ես կարծում եմ հասունացել էր այդ պահը, որ հենց այսպես պիտի ասվեր։ Մնացածը դուք կորոշեք, ում կընտրեք, ինչպես կընտրեք, այդպես էլ ապրելու եք։ Կհանդիպենք ընտրություններից հետո։